պետության հստակ քաղաքականությամբ։ Ժողովուրդ ջան, կա ևս մեկ հանգամանք եւ ինչպես է ընդհանրապես դրսևորվում որոշակի դիսկրիմինացիա։ Կարող է օրենքները ու ամեն ինչ գրած լինի, բայց տնտեսական քաղաքականությունը, բյուջետային միջոցների բաշխվածությունը, սուբսիդավորման քաղաքականությամբ այնուամենայնիվ կառավարությունը փորձի որոշակի խտրականություններ դնել։ Ասում եմ ձեզ միանշանակ, չի եղել իմ կառավարման տարիների ժամանակ որևէ խտրականություն բյուջետային միջոցների սուբսիդավորման, սուբվենցիաների բաշխման գործում։ Միշտ նայել եմ նույնանման, որպես Հայաստանի Հանրապետության նվիրված քաղաքացիներ եւ չեն կարող երբեք մոռանալ ձեր մասնակցությունը նաեւ պատերազմներին։ Ուղղակի չի եղել երբեք, որ լսենք, որ եզդիներից որևէ մեկը բանակում ուրիշ ձև իրեն պահեց կամ պատերազմի ժամանակ։ Իսկապես խիզախություն ունեք, խիզախ եք, համարձակ եք եւ ինքը այն ժամանակ ասին 12000 բան կար, ձեզերծիր կար, եթե չեմ սխալվում կինն էր ասում։ Ուրեմն դրա համար մեծ շնորհակալություն ձեզ, մեծ շնորհակալություն։ Եվ պետությունը պետք է ամեն ինչ, որ դուք իսկապես ընկալեք Հայաստանը որպես ձեզ միակ եւ անբաժանելի եւ ամենից լավ եւ հարազատ հայրենիքը։ Սա մեր պարտականությունը պետք է լինի եւ դա անելու ենք։ Հիմա մի քիչ ավելի sense լոկալ հարցերի վերաբերյալ ինձ ասացին, որ նաեւ բավական խնդիրներ կա անասնապահության հետ կապված։ Դուք պիտի ինձ հուշեք, արդյոք կան հիմա սուբսիդավորման ծրագրեր, թե չկան, այն ժամանակ մենք անում էինք նման կարգի ծրագրեր խրախուսելու համար։ Եվ եւս ինձ ասացին, որ այս համայնքում կա դպրոց մեծ խոշորացված համայնքում կա դպրոցների փակման նաեւ խնդիր։ Փակման մասին է խոսքը։ Ուրեմն այստեղ հայտարարում եմ, այդ process-ը կաղնացնելու ենք։ Մեր դաշինքի մոտեցումը հետևյալն է։ Նույնիսկ եթե գյուղում կա 5 երեխա, այդ գյուղը պետք է ունենա դպրոց։ Հենց դպրոցը գյուղից հանեցիր, ուրեմն դու ասում ես, որ այս գյուղը մեզ համար կարևոր չի, այս գյուղը ժամանակի մեջ, ասենց մենք դատապարտում ենք այս գյուղը վերանալուն։ Ուրիշ ուղղակի բառ այստեղ դժվար է օգտագործել։ Ուրեմն մոտեցումը սա է լինելու եւ իհարկե հույս ունենք եւ փորձում ենք համոզել եւ դիմում ենք ձեզ եւ խնդրում ենք ձեզ, որ ձեր ձայները տակ հունիսի 7-ին Հայաստան դաշինքին։ Ընդունում եք սա։ Ուրեմն մենք ես չգիտեմ ձեր մոտ ոնց է ընդունված այդ կարգախոսները հնչեցնում ենք։ Լավ, ուրեմն ժողովուրդ ջան, միասին կարող ենք։ Միասին կարող ենք։ Միասին կարող ենք։ Ուրեմն հունիսի 7 համար 17։ Հունիսի 7 համար 17։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Հիմա մի քիչ ուղղակի եթե կան հարցեր ավելի անմիջական շփման որոշ ժամանակ տրամադրենք, իհատ հասկանանք նաև ավելի լավ ձեր տրամադրությունները։ Սիրելի հայաստանցիներ, սիրելի հալագյացիներ, կողքի գյուղերից, մենք մի փրկիչ ունենք։ Մի փրկիչը մեր Աստվածն եկել էր պարոն Քոչարյանն է։ Ես էլ պատերազմում եմ եղել, ես էլ եմ տղագործվել։ Մարդկա հիմա էլի կողքի գյուղից էլի մարդիկ կան, որ երկու տղա են կորցրել, մեկը զոհվել է, բերել են, միջիվա մեկի դիակը չկա։ Նիկոլ Փաշյանի վաղը որ ասեց կփրկենք, մենք գնացինք, օգնեցինք, ամեն ինչ էլ արինք իրար կողքայինք, բայց մենք տեսանք, չէ, աղբեր ջան։ Իրեք մի տարվա մեջ, երկու տարվա մեջ, 3 տարվա մեջ 3 կռիվ այլ է։ Մենք պետք է հասկանանք, այս Հայաստանը մերն է, թուրքերինը չի։
ձեր ցավը տանեմ էլի մտածեք հետո 15 թիվը կգա 12 թիվը կգա մարդիկան մեր հետ են բայց վախենում են գալու ստե մտնեն ստե մեր կողքը կայնեն Այազգը եզդիազգը թո հիշեք որ 14 թվից ոնց է փախել եկել են աստղը գրավել են հիմա ումը կտան մենք մեր ձերը տալիս ենք պարոն Քոչարյանին ես միշտ իրանց կողքն եմ ելել պարոն Քոչարյան հեսա ձեզի մի հատ նկար եմ ցույց տալի ձեր հետ միշտ իմ մայրն ա ելել ես հետ նկարը ցույց կտամ ձեր ցավը տանեմ ու մի հատ անակնկալ ունենք էդ էլ հեսա մի բան ենք անում մի հատ նվեր ունենք ձեզի տալու ցավը տանեմ Են էլ կանենք ժողովուրդ ջան ձեր ցավը տանեմ Ամսի 7-ին ձերը տալիս ենք Ռոբերտ Քոչարյանին վերադառնա